իսկապես ինտերակտիվ է։ Բարև ձեզ հարգելի ներկաներ, ինչպես գիտեք, Արջը 7 երկրի 7-ը մերժի մասին է, իմ երկրը հանրակրթության, քաղաքականության, իրականացման, խնդիրների լուծման մասին է։ Իմ հարցերի մեծ մասին Տիկին Գրիգորյանը և Տիկին Գանցյանը պատասխանեցին, արդեն այդ հարցեր չէ, վերջին հարցը ուզեմ հիշեցնել հետևյալի մասին, որ հանրակրթության հիմնական առարկայացանկից հայ եկեղեցու պատմություն առարկան հանվեց։ Ես հուսով եմ, որ այդ առարկան նորից կմտնի հիմնական առարկայացանկում և քաղաքական իմաստով թողնելով, կրթական իմաստով մենք կարող ենք մեր ժողովրդին նաև կրոնական մեր պատմությունը ներկայացնել, սովորացնել և դաստիարակել։ Ինչու եմ համոզված, որ մենք միասին կարող ենք, որովհետև 1997 թվականի մարտի 20-ին երեկվա օրը և վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը դպրոցներում ձևավորվել էր 8 ամիս և ավելի աշխատավարձի պարտք։ Կար ժամանակում ոչ միայն դա հաջողվեց կարգավորել, այլև նախագահության տարիներին, եթե չեմ սխալվում, 6 անգամ բարձրացվեց աշխատավարձը։ Հետևաբար հաջորդ հարցը, որ ես ուզում եմ հիշեցնել, դպրոցների փակման խնդրին է վերաբերվում, որովհետև 26 թվականի սեպտեմբերի 1-ին ցավոք կառավարության որոշմամբ 230 դպրոց փակվելու է, մեր մարզից 24 դպրոց։ Մեր մարզից, այո, 24 դպրոց փակվելու է։ Ես նորից վստահ եմ, որ դա տեղի չունենա։ Ինչու՞, որովհետև ունենք առաջնորդ իր կենսափորձով, դաշինքով, հրաշալի և միասին մենք կարող ենք